Ով Տեր, մի հանդիմանիր ինձ քո բարկությունովը և մի խրատիր ինձ քո սրտմտությունովը, որովհետև քո նետերը խրվեցան իմ մեջը և քո ձեռքը ծանրացավ ինձ վրա։ Չկա իմ մարմնում առողջություն քո բարկության պատճառով, իմ ոսկորներումը խաղաղություն չկա իմ մեղքի համար, որովհետև իմ անօրենությունները գլխիցս վեր բարձրացան, ինչպես մեծ ծանր բեռ ծանր են ինձ վրա։ Խոցերս հոտում և փտում են իմ հիմարության համար։ Ես կեռացած և խիստ ցածնկած եմ, և ամեն օր ման եմ գալիս սգավոր, որովհետև իմ երիկամուկները լիքն են բորբոքումով, և առողջություն չկա իմ մարմնում։ Ես թուլացած և շատ սաստիկ փշրված եմ, հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուցը։ Ով Տեր, քո առաջին է իմ բոլոր փափագը, և իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ։ Սիրտս դողում է, զորությունս թողել է ինձ, և իմ աչքերույսն էլ ինձ մոտ չէ։ Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցի դեմ, և իմ ազգականները կանգնած են հեռվանց։ Եվ իմ անձը խնդրողները որոգայթ են լարում, և ինձ չար ուզողներն անօրենություն են խոսում, և ամեն օր նենգություններ են հնարում։ Բայց ես խուլի պես չեմ լսում, և համրի պես, որ իր բերանը չէ բացանում։ Եվ ես եղա ինչպես մարդ, որ չէ լսում, և որ նրա բերանումը փաստ չկա, որովհետև ես քեզ եմ ապավինում, Տեր, դու պատասխան կտաս, ով Տեր իմ Աստված, որովհետև ես ասեցի, թող ինձ վրա չուրախանան, որ իմ ոտքը սահելիս ինձ վրա պարծենան, որովհետև ես պատրաստ եմ ընկնելու համար, և իմ ցավը միշտ առաջս է, որովհետև ես պատմում եմ իմ անօրենությունը և տրտմում եմ իմ մեղքի համար, բայց իմ թշնամիները կենդանի և զորավոր են, և ինձ զորատողները շատ են, և բարիի տեղ ինձ չարհատուցանողները հակառակում են ինձ, նրա փոխարեն, որ ես հետևում եմ բարի բանի։ Մի թողիր ինձ, ով Տեր իմ Աստված, մի հեռանար ինձանից։ Շուտ արա, որ ինձ օգնես, ով Տեր, իմ փրկիչ։